Բարև բարեկամներ, ողջունում եմ բոլոր մարզասերներին եւ ոչ միայն։ Տարվային վերջին թողարկումը նվիրում եմ սպորտին, քանզի 2025 թվականը լուրջ ձեռքբերումների տարի էր։ Մեր մարզիկները ամուր ոգու եւ տոկունության շնորհիվ հաճախ են բարձր պահում հայի պատիվը։ Նրանցից երկուսի մասին այսօր ես կպատմեմ։ Սակայն մինչ այդ ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեսյանին, ով քաջացանոթ լինելով Արցախ աշխարհին, նրա քաջարի զավակներին հպարտացավ մեր մարզիկների հաղթանակներով եւ անմիջապես ֆինանսավորեց, որպեսզի այս տեսանյութը պատրաստենք։ Եվ սա դեռ ամենը չէ, պարոն Վանեսյանը անակնկալ մատուցեց մեր չեմպիոններին, շնորհավորելով նրանց փայլուն հաղթանակների առթիվ եւ յուրաքանչյուրին տրամադրելով 50,000 դրամ։ Այժմ գնանք եւ միասին ծանոթանանք մարզիկների առօրյային։ Մոնիկա, հիշում ես, երբ առաջին անգամ գնացիր սպորտ։ Այո, հիշեցին տարեկան է, երբ ես գնացի սպորտ, կարողացա մասնակցել իմ առաջին մրցմանը եւ գրավեցի առաջի տեղ։ Ինչը քեզ դրդեց զբաղվել սպորտով։ Ամենասկզբում դա պապայի երազանքն էր, ինքը ուզում էր, որ ես դառնամ աշխարհի չեմպիոն եւ բարձրացեմ Արցախի եւ Հայաստանի դրոշը։ Վստահ ես լինում, որ կհաղթես, թե ամեն դեպքում մտավախություն ունենում ես։ Ամենասկզբում եղել է մտավախություն, բայց հետո ես սկսեցի սովորել, սկսեցի ավելի շատ առաջի տեղեր վերցնել, հետո արդեն անցել է իմ վախը։ Սրանք իմ քրտնաջան աշխատանքի արդյունքներն են, որոնք ես ստացել եմ մասնակցելով տարբեր մրցաշարերի։ Սա առաջին տեղի մեդալն է, որը ես ստացել եմ Հայաստանում, մասնակցելով MMA-ի Mixed Fight առաջնությանը։ Սա Եվրոպայի MMA-ի MAF առաջնության մեդալն է, բրոնզե մեդալն է, որն անցկացվել է Սերբիայում Բելգրադ քաղաքում։ 12-ամյա Մոնիկան Արցախում զբաղվում էր Սանտաուշու մարզաձևով։ Հայրենադարձվելուց հետո փոխեց սպորտաձևը, սակայն չփոխեց անդադար պարապելու ցանկությունը։ Առաջին անգամ մասնակցելով MMA-ի Եվրոպայի առաջնությանը նա զբաղեցրեց 3-րդ տեղը, բայց խոստացավ, որ շատ շուտով թե Եվրոպայի եւ թե աշխարհի առաջնությունում կգրավի առաջին տեղը։ Բոլորը ուզում են քեզ հաղթեն։ Եթե դու առաջի համարն ես, ուրեմն ունես լիքը սակիսներ, ովքեր պարապում են, որ քեզ հաղթեն։ Պարապեցի շատ երկար, դժվար աշխատանքի միջով անցանք, հենց հետո արդեն մուզիկան գիտեր հստակ ինչ պետք է աներ, դուրս եկավ օկտագոն, կատարեց իր հնարքը եւ հաղթեց դուրս եկավ։ Վանեսյանը իմացավ նաև մեր Մոնիկայի հաղթանակի մասին, շատ ուրախացավ եւ հանձնեց մի փոքրիկ նվեր 50,000 արդեն հաղթանակներ։ Շնորհակալություն պարոն Վանեսյանին, խոստովանում եմ նորանոր հաղթանակներ եւ պարապում եմ, որ անպայման հասնեմ այդ հաղթանակներին։ Այս տարի ամենակարևոր մրցաշարերը մեզ համար աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններն էին, որտեղ մասնակցություն ունեցանք աշխարհի առաջնությանը 5 մարզիկով, Եվրոպայի առաջնությանը 6 մարզիկով, աշխարհի առաջնությունից բերեցինք 2 բրոնզե մեդալակիր, Կարայևը եւ Սերգեյ Իսրայելյանը, Եվրոպայի առաջնությունից բերեցինք 3 մեդալ, 2 բրոնզ եւ 1 արծաթե մեդալ։ Դա ամենասպասված եւ ամենակարևոր մրցաշարերն են մեզ համար։ Հայաստանի Մուայ Թայի ֆեդերացիայի հավաքականը 5 մարզիկներով մասնակցեց Աբու Դաբի քաղաքում կայացած պատանիների առաջնությանը, որտեղ արցախցի Անդրեյ Կարայևը դարձավ բրոնզե մեդալակիր։ 6 տարի շարունակ օր ու գիշեր պարապմունքի արդյունքը տվեց իր պտուղը։ Անդրեյը եղբորն ու հայրիկին կորցրել է չարաբաստիկ բենզինի պայթյունի ժամանակ, իսկ սպորտաձևը, որով նա զբաղվում է այսօր, իր եղբոր սիրած մարզաձևն է։ Իմ մարզական խորհուրդ սկսվեց, որ իմ եղբայրը զբաղվում է Մուայ Թայով, եւ ես նույնպես ուզում եմ զբաղվել Մուայ Թայով, որովհետեւ ինքը իմ համար մեծ օրինակ է եւ ուզում եմ ես նրանից ապրում չդառնալ սպորտսմեն։
եւ այդպես իմ ճանապարհը սկսվեց։ Ունեցել եմ եկել Վրաստանի միջազգային առաջնությունում առաջ տեղ։ Աշխարհի առաջնությունը ես մասնակցեցի 3 մենամարտի մեջ, 3 մենամարտներ հաղթեցի, Եվրոպայի առաջնություններ։ Այդ մրցությունների համար դժվար էին, բայց դժվարությունները ստեղծած են, որ անցնենք։ Անդրեյ ձեր հաղթանակների մասին իմացավ նաև պարոն Վանեսյանը եւ որպես նվեր, որպես ամանորյա նվեր դες փոխանցեց 50,000 դրամ, խնդրեմ, որպեսզի այլ ավելի շատ լինեն ձեր հաղթանակները։ Շնորհակալություն պարոն Վանեսյան, ես շատ ուրախ եմ այս նվերի համար եւ ձեզ խոստանում եմ, որ հաջորդ տարի ավելի լավ մեդալներ կգան Հայաստան։ Շնորհավորում եմ։ Շարունակելով շնորհակալությունների շարքը, ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել մեր հայրենակցուհուն, իմ եւ բոլորի կողմից շատ սիրված Նանար Պողոսյանին։ Ուզում եմ նաեւ մեր մարզիկներին տեղեկացնել, որ Նանարը եւս ծածանել է եռագույնը, սակայն ոչ թե սպորտ աշխարհում, այլ Արարատ լեռան գագաթին։ Մեր հայրենակցուհին լիահույս է, որ մեր ուժեղ մարզիկների հետ միասին եւս մեկ անգամ կծածանեն եռագույնը Մասիս Սարի գագաթին։